Նախ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ 5 ամսվա այս տառապալից ճանապարհորդությունից հետո Լիդիա Մանթաշյանը, ուշად սիրելի Լիդիան, այդ որոշման արժանացավ, կամ թե չէ այդ որոշումը տրվեց։ Դա կարող է լինել անցյալ շաբաթ, դա կարող է լինել 2 ամիս առաջ, դա կարող է լինել 3 ամիս առաջ։ Եվ ստիպված չլինենք այս դատարանում ասելու, որ 3-4 ամիս առաջ, որ ինչպես ավետարանական դատավորներ աստուր չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում։ Այո, ես ակնկալիք ունեի, որ անցյալ շաբաթ կլինի կողմում, բայց չեղավ։ Եվ չեղավ, որին որևէ արդարացում չկար։ Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարադատությունն ու արդարությունն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը։ Եվ սա ցցում արտահայտություն է, իմ խոսքերը ոչ վիրավորական են, ոչ էլ նույնիսկ քննադատական։ Ես ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Շատ կուզեի այստեղ լինել մյուս մեղադրողը, այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Դա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ այս ամբողջ դատական գործընթացը այլ բանի մասին է, արդարադատության մասին չի, որքան են փորձել ներկայացնել որպես արդարադատություն։ Դրա ապացույցների ժամանակը ես ավելի խորությամբ կասեմ դրա մասին։ Այն բոլոր փաստացի գրանցումները, որոնք պատճառ են դարձել այսքան մարդու կյանքի տառապանքին։ Ես ասել եմ, էլի եմ ասելու, նորից եմ կրկնելու։ Մեզանից որևէ մեկի համար, ընդհանուր ինձ համար։ Մենք այստեղ եւ ընդհանրապես այս հանրապետության մեջ ոչ թե քաղաքականավորներ են կամ կալանավորներ, այլ գերիներ են եւ պապաններ։ Լիդիան շղթայված Հայաստանի, բայց հաղթանակով Հայաստանի խորհրդանիշն է։ Դուք այսօր այդ շղթայից փորձեցիք մի փոքրիկ օղակ հանել, եւ բայց մեր մեծ խնդիրը մնում է չլուծված։ Հետևաբար ես վերստին եմ ուզում արձանագրել, որ այն ինչ հիմա տեղի ունեցավ, դա ուղղակի ինձ համար անընդունելի էր։ Անընդունելի էր այն իմաստով, որ ոչ թե որ Լիդիան այսօր վարչական կալանքի տակ է գնում, ընդհանրապես պետք է ազատվեր, ընդհանրապես պետք է արդարանար եւ ոչ միայն Լիդիան։ Այստեղ է Մովսես Շարդացյանը օրինակ, 3 անչափահաս երեխաների հայրը։ Անչափահաս երեխաները, որոնց չէր տեսնում շնորհքով։ Այստեղ են տարբեր մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով են ճանապարհացած գործարարներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ եւ այլն, ես չասեմ էլ որևէ մեկին, այլ հոգեվորականի մասին չեմ ասում։ Այդուհանդերձ, սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձնարարել կռվի մյուս կողմը լինելու։ Ես հուսով եմ, որ եւ դուք ուղղակիորեն ասել եք, ես նկատի ունեմ նաեւ մեղադրող կողմը։ Ես հուսով եմ, որ այս որոշումը երբ դուք կայացրեցիք, այս մեկ շաբաթվա ընթացքին նաև ձեր մտքի մեջ զղջում եք ունեցել, որ կայացրել եք։ Բարձրագույն չեք արտահայտել, չարտահայտեցիք, ոչ էլ մեղադրողները, վստահ եմ, որ հուսով եմ ավելի ճիշտ, որ զղջում են ունեցել իրենց մտքի մեջ այսպես վարվելու համար։ Զղջումով եք արել դա։ Ես շատ կուզեի նաև այս դատարանի դալիճում այդ ներողությունը լսել, բայց դրա ժամանակներ կգա, Աստված չի ուշացնի։ Ամեն ինչ իր ժամանակում, եւ ուզում եմ խոսքս ամփոփել, դարձյալ Եսայի մարգարեի խոսքով։ Դարձյալ պիտի զորանաք, բայց դարձյալ պիտի պարտության մատնվեք, որովհետեւ Աստված ընդմես է։ Բոլորը գնահատում Լիդիան, ապրես։ Եվ երկուսի վարքի մասնակիցների մոտ
առաջանում, որ այս այն պատճառներով, պատճառը միակն է, պատճառը այն է, որ հանգամանքներ են, որոնք այդ են գալիս և դատարանը քննության առնելով տվյալ պահին, ոչ թե նպատակահարմարությունն է, նպատակահարմարությամբ է որոշումները կայացնել համար, այլ դատարանը գնահատականի արժանացնելով այն հանգամանքները, որոնք նախկինում արձան եղել, դրանց համակցության արդյունքում է որոշման հանգում։ Ես չգիտեմ, վարորդի մասնակիցները դատարանին ընդհանրացնում են մեղադրանքի կամ պաշտպանական կողմի հետ, ոչ, կողմերը տեք, մեղադրանք և պաշտպանական կողմ։ Դատարանը լսելով կողմերի հետ կարծիքը, այստեղ մրցակցության սկզբունքով է նաև գնում և դատարանի մոտ որ պահի, որ համոզմունք է առաջանում, այդ պահին դատարանը այդ կապակցությամբ մի դիրքորոշումը հայտնում է։ Սա գիտություն բոլորիդ։ Եվ իմ ամեն ասեմ, դատարանի համար շատ զարմանալի է, չգիտեմ ինչի համար, որ որոշումը, որ նախկինում կայացված դատարանը նշում է, որ իրավաչափության պայմանները պահպանվում են, ձեր մոտ դժգոհություն է առաջացնում, որ որոշման, որ դատարանը արձանագրում է, որ իրավաչափության պայմանները փոփոխվել են, այդ են եկել նոր հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում դատարանը համապատասխան որոշում է կայացնում, ծափերով եք դիվարում, ոչ նրա կարիքը կա, ոչ նրա կարիքը։ Իսկ ինչ վերաբերում է արդարացվել մյուս, ես վարորդի մասնակիցներին բազմիցս հայտնել եմ, դատարանը նախնական դատալսումների փուլում չունի նման իրավասություն, նշելով անձը մեղավոր է թե չէ, և որևէ կողմ իրավունք չունի, այդպիսի հստակ դիրքորոշում հայտնելով։ Հիմնական դատալսումների արդյունքով միայն կարող եմ ես այդ որոշումը կայացնել որպես դատավոր, մեղավոր եք թե մեղավոր չեք։ Եթե մեղքը կա ինչ չափով, եթե մեղքը չկա, ուրեմն չկա։ Սա է։ Ինչևէ շարունակում ենք, խնդրեմ, հաջորդիվ մեզ մնացել էր, ես արդեն իսկ նշեցի, որ Արտուր Սարգսյանի մասով հաջորդ դատական նիստին ենք մենք քննարկելու, քանի որ դատարանի որոշումը բողոքարկվել է, գնացել է վերաքննիչ դատարան, գործը ուղարկվել է այդ մասով, Վագն Չախալյանի մասով ենք մասնում քննության, խափան միջոցը վերացնելով, փոփոխելով կամ անփոփոխ թողնելով, վարորդի մասնակիցները խնդրեմ ձեր դիրքորոշումը այդեք այս կապակցությամբ։ Հուլիսի 4-ին Վահագն Շախալյանը ձերբակալվել էր և հաջորդվող հուլիսի 5-ին վերջինիս մեղադրանք է ներկայացվել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ Վահագն Շախալյանի նկատմամբ որպես խախտամիջոց էր ընտրվել կալանավորումը, որի ժամկետը 2025 թվականի օգոստոսի 21-ին արդեն 50 դատարանի որոշմամբ երկարացվել էր 3 ամիս ժամկետով։ Որոշմամբ արձանագրվել էր Վահագն Չախալյանի վերաբերյալ, ուրեմն խալանքի որպես 5, խախտամիջոցի 5 արձանագրվել էր մասնավորապես 2 հիմք խոչընդոտելու, իրավաչափն երկու պայման խոչընդոտելու վարույթին և ինչպես նաև դատարանի իրատեսականներ համարել մեղադրյալի կողմից անցանք կատարելու ռիսկը։ Նշված որոշումը 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշումը պաշտպանական կողմից վիճարկվել էր Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում և 2025 թվականի հոկտեմբերի 20-ին վերաքննիչ դատարանը տվյալ որոշումը թողել էր անփոփոխ և արձանագրել էր, որ ըստ էության համաձայնվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանրության դատարանի 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացած որոշման արտահայտված ուրեմն իրավական դիրքորոշումներին։ Անցող ժամանակահատվածում պատվարժան դատարանը ըստ էության առնվազն մինչ այս պահը հայտնի չի նշված իրավաչափության պայմանների վերաբերյալ որևէ փոփոխություն, որևէ նոր հանգամանքի առկայություն, ինչով պայմանավորված է գտնում են, որ ընտրված խախտամիջոցը պետք է պահպանել և դրա ժամկետը երկարացնել ևս 3 ամիս ժամկետով։ Ունեմ տարբերվող դիրքորոշում, միանում եմ գործընկերոջից դիրքորոշումը։ Պաշտպանական կողմը խնդրեմ։
Պատվազան դատարան նախքան խափամիջոցի հարցի քննարկման անցնելը մեզ համար շատ կարևոր է պաշտպանական կողմի, որպեսզի հասկանանք խոչընդոտելու հանգամանքը ինչպես պետք է դրսևորվեր, օրինակ վկաների վրա կամ թաքնվելու կերպով կամ այլ, թե բոլորը միասին։ Ես կխոսեմ, որպեսզի հարազատ հանրային մեղադրող հստակեցնի այդ հանգամանքը։ Պատվազան դատարանի որոշումը հստակ վերաբերյալ պարզաբանումներ արձանագրված են եւ ես հողումը կատարեցի վերաբերյալ որոշումները եւ նշեցի, որ դրանց վերաբերյալ որևէ իրավաչափության պայման չի փոխվել, որևէ նոր հանգամանք առկա չէ։ Պաշտպանի կողմից բացասած հարցի վերաբերյալ բոլոր հանգամանքները մանրամասն դատարանի որոշմամբ նշված են եւ դրանք պարզաբանելու հնարավորություն չեմ տեսնում։ Բարի, պատվազան դատարան իհարկե պետք է պարզաբանվի, որտեղ այստեղ մեղադրանքը պետք է հստակ լինի մեզ համար։ Պատվազան դատարան, դատարանը նախկին խոսքը վերաբերում է ներկայիս պատվազան դատարանի նախկին որոշումներում կապված Վահագն Չախալյանի խափամիջոցի հետ առաջնորդել այն կանխավարկածով, որ Վահագն Չախալյանի կողմից իրեն վերագրվող հանգամանքների առնչություն ունենալու մասին հիմնավոր կասկածը այդշեմ հաղթահարված է եւ դատարանի համար դատավարության այս փուլում արձանագրված փաստական տվյալների տեղեկությունները ողջամտորեն բավարար են։ Պատվազան դատարան այս փուլում փաստական տվյալների բավարարները մենք դիտարկում ենք մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած փաստական տվյալները։ Ես շատ կարճ անդրադարձ կատարեմ, որը շատ կարևոր է պատվազան դատարան։ 307 էջից բաղկացած մեղադրական եզրակացության մեջ ընդհանրապես 3 էջում 93 էջում առկա է հետևյալ բառերը արտակներ անցանք, ժորա անցանք, Չախալյան, Մշարբացյան, գից Չախալյանին ասած էր 112 էջում առկա է հետևյալ բառերը Մշարբացյան, գից Չախալյանին ասած էր Իսարքսյան հարց են չեսում, Չախալյանը այս բանի մեջ է և մյուս նախադասությունը Մշարբացյան զանգարում է և խոսում է Չախալյանի հետ։ Պատվազան դատարան, ճիշտ է, ես ապաստույն չեմ անդրադառնում այդ փուլում չեմ, բայց որևիցե տեղեկություն այդ խոսակցության վերաբերյալ և մեզ տրամադրված նյութերի մեջ առկա չէ, բայց իհարկե սույն քաղաքական գործով շատ կարևոր է, թե ինչ է խոսում Վահագն Չախալյանը Մշարբացյանի հետ։ Առկա չէ չկա ապացույցներում, որ ընդհանրապես նշված է, որ խոսում էր 128 էջում միայն պատվազան դատարան, ուշադրություն հրավիրում պատվազան դատարանի հետևյալ հանգամանքի վրա, որ նշված է Մշարբացյանը զանգարում և խոսում է Վահագն Չախալյանի հետ։ Այսինքն միայն այս էջում իհարկե գալիս Վահագն անունը, Վահագն Չախալյան անուն ազգանունով, և իհարկե այս փուլում մենք անդրադարձ չենք կատարում, որտեղ ապացույցները ուսումնասիրելուց հետո մենք մեր հետագա գործընթացները կշարադրենք և հետամուտ կլինենք, բայց սույն գործում պատվազան դատարան վերաբերելի Վահագն Չախալյանի հետ այս 307 էջանոց մեղադրական եզրակացությունում այս 20 բառից 20 չկա կազմված փաստական հանգամանքներն են։ Իհարկե 191 էջում նշվում է Վահագն Չախալյանի հեռախոսի հետ կապված վերցանումները և ալեհավաքի տակամնելու հանգամանքը, որը փորձում են հիմնավորել, որ այդ ընթացքում գտնվել է Պավիա Սրբազանյանի հետ հանդիպման վերջինիս տանը և ինչպես նաև 191 էջում զետեղված է Վահագն Չախալյանի նույնպես հեռախոսահամարի ալեհավաքի տվյալները։ Այս բան պատվազան դատարան Վահագն Չախալյանի կողմից կատարված ենթադրյալ հանցանքների, այսինքն նույնպես որպես պաշտպանական կողմ գտնում, որ այստեղ որևիցե մեկ հանցագործություն չի կատարել, եւ իրապես քաղաքական հետապնդման են ենթարկվում, բայց իրավական տեսանկյունից պատվազան դատարան Վահագն Չախալյանին վերաբերելի է այս 4 էջերում զետեղված իմ կողմից վկայակոչված տվյալները պատվազան դատարան։ Ընդ որում կարճ անդրադարձ կատարեմ ալեհավաքի հետ պատվազան դատարան Վահագն Չախալյանը այժմ ունի 2 անչափահաս և 1 չափահաս զավակներ, չափահասը դարձել է 18 տարեկան այս տարի, խոսքը վերաբերում է Ռուբեն Չախալյանին, և նաև
անչափահաս երեխաներից Վահագն Չախալյանի զավակները պատվարժան դատարան Դավիթ Չախալյանը 10 տարեկան եւ Գայանե Չախալյանը 9 տարեկան։ Եվ վերջիններս սովորում են պատվարժան դատարան այդ ալեհավաքը որտեղ վերդրում է Մոսկովյան 8 հասցեում, ավելի մանրամասն պարոն Չախալյանը կասի, եւ առավոտյան Քասար գյուղի բնակավայրից հետո գալիս է հետ հետանում, որտեղ վերջինս է իր ընտանիքի երեխաների կարիքները հոգում եւ միակն է եւ դպրոցները եւ բերելը այդ չարաբերով կարող էր հայտնել, բայց դա հիմա ուղղակի զուտ որպես իգիտություն հայտնում հետագայում դրան ավելի մանրամասն կանդրադառնան պատվարժան դատարան։ Ընդ որում պատվարժան դատարան շատ կարևոր մեկ հանգամանք է, որը վկայակոչում մեղադրական եզրակացության մեջ 244-րդ էջում տեղ է գտած Վահագն Չախալյանի բնակության վայրի զինության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերի տվյալները։ Ընդ որում պատվարժան դատարան որևիցե փաստաթղթի ամսաթվի վերաբերյալ որևիցե տվյալ նշված չի։ Եվ ցանկեր են հայտնվել, որի մասին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Հիմա պատվարժան դատարան որպես այդպիսին այս փաստական հանգամանքներով արդյոք իրապես 307 էջանով մեղադրական եզրակացության մեջ 20 բառով, եթե ես չափազանցնում եմ կամ ինչ-որ մի բան բաց թողեցի, խնդրի հանդիպան հանրային մեղադրողը ավելացնել վերջում առարկության տեսքով, որ չէ այս էլ ակա բոդիկ հաշվի չարակ։ Այս ամբողջ մեղադրական եզրակացության մեջ այս փաստական տվյալները արդյոք պատվարժան դատարան իրապես բավարար են եւ հիմնավորում, որ Վահագն Չախալյանն ինչ-որ հանցագործություն է կատարել։ Եվ իրավական որևիցե դիրքորոշում դեպքում զերծ մնանք չեն ծանրաբեռնի դատավետերի հարգարժան գործընկերները կհամալրեն, բայց հետևյալ կարևոր հանգամանքին հանդրադառնան պատվարժան դատարան։ Վահագն Չախալյանն ես ճանաչում 10 տարուց ավել, մենք ընկերներ ենք։ Եվ այն հանգամանքը, որ Վահագն Չախալյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, նախքան Հայաստանի Հանրապետություն վերջնական բնակություն հաստատել է Վրաստանի Հանրապետություն հայ հանրության, հայ ժողովրդի համար իր նույն եւ